Բարի լույս, բարի կիրակի սիրելիներ, մեծ պահոց ոսկե շղթան սկսված է։ Այսօր բուն բարեկենդան է, որ մեզ պատմում է այն կենդանության մասին, այն իրական կյանքի մասին, որ Ադամը եւ Եվան ունեին դրախտում։ Այսօր նաև միաժամանակ սիրելիներ ուրախություն է, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա հիշում է այդ կենդանությունը նախամարդու եւ դրանով ուրախանում ու ցնծում է։ Իզուր չէ, որ մեր ժողովուրդը բուն բարեկենդանը չնայած լինելով մեծ պահքի ոսկե շղթայի առաջին կիրակին եւ սկիզբը դարձրել է ուրախության, քեֆի, խնջույքի օր, ցույց տալու համար այն կյանքը կամ նմանեցնելու համար այն կյանքը, որ Ադամն ու Եվան դրախտում ունեին։ Միաժամանակ սիրելիներ, որքան էլ ուրախանալու, գերուխումի, երկուպարի, հոգևոր այդ բարձր ապրումի օր է, նաև անդրադարձի օր է, որովհետև վաղվանից մենք սկսելու ենք մեր մեծ պահոց շրջանը, ապաշխարության եւ ծոմապահության եւ պահքի շրջանը։ Այս առումով շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մեկս կարողանանք անդրադարձ կատարել, թե ինչպիսին պետք է լինի մեր պահքի եւ ծոմապահության ընթացքը։ Եվ այս իմաստով Եսայու մարգարեության մեջ շատ հետաքրքիր տողեր են այսօր տրված որպես օրվա ընթերցումներ։ Օր-օրի ինձ են փնտրում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել եւ իր Աստուծո իրավունքը զանց չի առել։ Ահա նրանք եկել եւ իրավունք ու արդարություն են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն եւ ասում են. «Այդ ինչպես է, որ մենք ծոմ պահեցինք եւ դու չտեսար, զրգանքների ենթարկեցինք մեզ եւ դու չիմացար»։ Արդ ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչին է պետք այդպիսի ծոմապահության օրը, դուք պիտի գաք բողոքեք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման եւ տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ սակայն չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, ասում է Տերը։ Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր եւ արձակիր նեղյալներին եւ պատրիր բոլոր անիրավ մուրհակները։ Քաղցածներին բաժանիր քո հացը եւ անօթևան աղքատներին տար քո տունը։ Եթե մերկ մարդ տեսնես, հագցրու նրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը եւ արագորեն պիտի հասնի քո ապակինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը եւ Աստծո փառքը պիտի պահպանի քեզ։ Ահա սիրելիներ, ուրեմն այսօր պիտի անդրադառնանք, թե մեր ծոմապահությունը հանուն ինչի է, մեր պահեցողությունը հանուն ինչի է։ Եթե մենք շարունակելու ենք մնալ թշնամանքով, եթե մեր սրտերի մեջ այդ հակառակությունը, նախանձը, չարությունը պիտի պահենք, ում է պետք այդ պահեցողությունը։ Արդյոք միայն նրա համար, որ մեր մարմնի քաշը ավելի պակասի։ Դա պարզապես մի դիետա կլինի, ուրիշ ոչ մի բան։ Ծոմապահությունը պիտի ուղեկցվի նաև հոգևոր մաքրագործման, որ սկսվում է այսօրվանից, խորհուրդը այսօրվանից է սկսվում։ Ծոմապահությունը պիտի ուղեկցվի նաև մարդասիրությամբ, մարդկանց նկատմամբ հարգանքով, ուշադրությամբ, կարեկցանքով, որ ցավոք սրտի այս օրերին պակասում է մեր մեջ։ Ուրեմն սիրելիներս, այսպես հպանցիկ այսօր անդրադարձեք, թե ինչպիսին պիտի լինի ձեր պահքի ընթացքը։ Եվ պահքի յուրաքանչյուր օր մենք միասին քննելու ենք, խոսելու ենք եւ տեսնելու ենք, թե որքանով կարող ենք ավելի լավը լինել։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։